Փաշինյանը հայ առաքելական Սուրբ եկեղեցում պատարակների ժամանակ հնչող քարոզները սարսափելի է, բայց համեմատեց ծայրահեղական իսլամի դրսևորումների հետ։ Կներեք, ես ուղղակի չգիտեմ, կամ տեղյակ չէ ինչ է դա ծայրահեղական իսլամը, հա, կամ չգիտեմ սա ինչ է, որի դեմ ասում է դրսում միջազգային տարբեր երկրներում պայքարում են դրա դեմ։ Ես վստահ եմ, որ այս մարդը ոչ թե տգիտության արդյունք է, այլ դիտավորության արդյունք է նման բաներ ասելը։ Ատելության խոսք տարածել, ատելություն դեպի եկեղեցին, ատելություն դեպի հոգևորականները։ Սուրբ Գիրքը ասում է՝ «Ի բերանեք ու մետ ատեցած քեզ», այսինքն քո խոսքերով քեզ դատեմ հիմա։ Դու որ եկեղեցին ես գնացել եւ որ կանոնական հոգևորականի քարոզն ես լսել, որ ասում ես։ Դու գնացել ես այն եկեղեցիները, որոնք քո շուրջը հավաքված մարդիկ են։ Այսինքն դու իսլամիստներով ուզում ես բարենորոգես եկեղեցին, դու որևիցե մի կանոնական եկեղեցի գնացել ես, կանոնական պատարակի մասնակցել ես, թե կարգալույզներով ես շրջապատված եւ կարգալույզների քարոզն ես լսել։ Եվ երկրորդը, այս մարդը չի պատկերացնում, որ մենք Հայաստանից դուրս ունենք սփյուռք եւ իսլամական երկրներում բավականին մեծ թվականակով ունենք հայեր, որ ապրում են։ Այդ մարդիկ ինչ վիճակի մեջ պիտի հայտնվեն տվյալ երկրներում։ Տեղի մարդիկ պիտի մեղադրեն, որ դուք ծայրահեղ իսլամիստ եք։ Երբ են հնչել ռադիկալ քարոզներ, տեքստեր, քաղաքական ռադիկալ տեքստեր։ Մեկը ասեն, թող մեկը ցույց տան։ Եվ երկրորդը, եթե Քրիստոսն ես քարոզում, խաչյալ հարուցյալ Քրիստոսին ես քարոզում, մեր սրբերի վարքն ես քարոզում, ուրեմն դա ծայրահեղական իսլամ է։ Չգիտեմ, չես կարող, բանական մարդը չի կարող այս մարդու արտաբերած մտքերը, մտածածին սին մտքերը վերլուծել կամ տալ ճշգրիտ գնահատականներ։ Եվ պետք է ասել, որ այս մարդը վաղուց բարոյականության եւ ճշմարտության, արդարության հետ ինքը վերջնաշվակ արել է։ Իր խոսքերում չկան այդ ճշմարտությունը կամ բարոյականությունը։